Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ մեծ հաշվիկով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Շերի բարեկամներ, գիտեք, ինձ համար հատկապես այն հաղորդումներն են հաճելի եւ շատ հեշտ, երբ իմ տաղավարում հյուրընկալում եմ մի անձնավորության, ում երկար տարիներ ճանաչում եմ, ում համարում եմ իմ լավ ընկերն ու բարեկամը եւ ամենակարևորը, ով ինձ համար շատ պարկեշտ կարգին անձնավորություն է։ Ձեր էկրաններին Ռոբերտ Հարությունյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, շատ ուրախ եմ, որ այստեղ եք։ Պիտի ասեմ, որ սիրելի բարեկամներ, Հանրապետության վաստակավոր արտիստը միշտ այսպես անկեղծ ջերմ եւ մթնոլորտ կարող է ստեղծել ցանկացած շրջապատում։ Եվ ամեն անգամ, երբ առիթ եմ ունեցել Ռոբերտ Հարությունյանին հանդիպել թե դրամատիկական թատրոնում, թե որևէ այլտեղ, միշտ այն ջերմությունը զգացել եմ եւ մեր հարգանքը եղել է փոխադարձ։ Այդպես անպայման։ Եվ միշտ այսօրվա մեր զրույցն էլ կարծում եմ պիտի լինի շատ բաց, թափանցիկ եւ անկեղծ։ Կարծում եմ հաճելի զրույց պիտի լինի, որովհետեւ մեկս մեկից շատ հաճելի ենք։ Ես խնդրում եմ, պարոն Հարությունյան, ներողություն։ Ես այդ պարոն բառից մի քիչ ճիշտ չեմ զգում ինձ, ասեմ։ Լավ, Ռոբերտ։ Հա, այո։ Թե չէ 120,000 աշխատավարձ ստացողից ինչ պարոն։ Գիտես, ես պիտի ասեմ, որ աշխատավարձը շատ ցավալի թեմա է, բոլորովին վերջերս ես ասեմ, որ շատ տխուր, այսպես փաստի ականատես եղա, կարծում եմ դուք եք, երբ տեղեկացա, որ Հանրապետության ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին զրկել են աշխատավարձից դրամատիկական թատրոնում այն բանի համար, որ նա առողջական խնդիրների պատճառով որոշ ժամանակ, ինչպես ասում են, խաղից դուրս է մնացել, բայց մի տեղ կարելի այդպես արվել նման մեծ դերասանի հետ։ Դա ինձ համար մեծ ցավերից մեկն է։ Ես ահագին ժամանակ պայքարել եմ դրա համար, որ չկատարվի, բայց ոչինչ չհասանք, որտեղ ես մինչև որոշ մարմիններ հասա խոսեցի, բայց ասում են օրենքը բոլորի համար հավասար է։ Որտեղ մտել պահանջել եմ, խնդրել եմ, պատասխանը դա է եղել, որ օրենքը բոլորի համար համաձայն է։ Համաձայն ասեցի։ Այո։ Հավասար է։ Անկամ քաղաքապետարան, բան, sense բոլոր տեղերը դիմել ենք, պարզվեց, որ դա որոշված բան է եւ հնարավոր չի կանգնեցնել։ Եվ ես ափսոսում եմ, որ տարիներ շարունակ դրամատիկական թատրոնի դեմքը ներկայացնող եւ լինող մարդը այսօր ապրում է այդ չնչին թոշակով։ Իր այս տարիներին, որ արդեն 80-ից բավականին բարձր տարիք ունի, ոչ միայն աշխատավարձն է կարևոր, մարդու արած գործը պիտի հարգվի, պիտի գնահատվի մարդու արած գործը, թե այդ թատրոնի համար կամ ընդհանրապես հայ մշակույթի համար ինչ արած մարդ է։ Այդպիսի դեպք Հայաստանում երբևիցե չէր եղել։ Մեր տեսակին էլ չի սազում այդ նման բանը։ Երբևիցե որևիցե մեկին չի եղել, որ այդ ինչ մի մեծ աշխատավարձ է, որ մի թոշակի չափ աշխատավարձը կտրում եք ու մարդուն թողում եք մի 6-7 հազար կամ այդքան թոշակի վրա։ Շատ սարսափելի եւ զզվելի։ Ցավալի եւ զզվելի բան է։ Եվ պատճառաբանությունը սա էր, որ երիտասարդները շատ ավելի քիչ են ստանում այդ աշխատավարձը կամ կես դրույթ ենք դարձնում կամ բան, նրանց աշխատավարձը պետք է բաժանվի նրանց։ Եվ ինչ եղավ հետո, ընդհանրապես 10,000 դրամ, 5,000 դրամ ինչ որ մարդկանց աշխատավարձը բարձրացավ։ Այդ 10,000, 5,000 դրամը մի խանութ մտնելու գումար չի հիմա, որ ավելացավ, ինչը փոխվեց։ Եվ եթե ես չեմ ուզում այդ թեմաների մեջ մտնել աշխատավարձի բանի, բայց մի հետաքրքիր բան է կատարվում մեր երկրում, որ պոտենցիալ կաշառակերներին եւ կոռուպցիոներներին պիտի բարձր աշխատավարձ տալ, որ նա չգողանա կամ կոռուպցիայով չզբաղվի։ Բայց մարդը այնպիսի է, որ
Փողը երբեք նրա համար շատ չի լինում, ինչքան փողը շատ է լինում, այնքան պահանջներն են շատանում եւ նա ավելի շատ պահանջներ է ունենում։ Ախորժակը բացվում է ուտելուց։ Ես դրա գաղափարը չեմ հասկանում, որ ասենց շռայլորեն աշխատավարձ բարձր աշխատավարձներ, հետո ապարքեվատրումներ, չգիտես ինչ ու հետո իմանում ենք, որ ես ինչ մեկին ձերբակալել են։ Կաշառքի կամ կոռուպցիայի համար։ Դե որ այդպես է, այն մարդը որ մի 2 կիլո պղինձ է գողացել, դատել է կողմը նստած է, դա բերտից ազատեք, բերեք այդ մարդուն աշխատանք տվեք, մի $1000 աշխատավարձ տվեք, տնա մի պղինձ կգողանա։ Ռոբերտ, գիտես, ես պիտի ասեմ, որ ցավալի է, բայց դա մեր ռեալ կյանքն է այսօրվա, ռեալ իրողությունն է, որից չես կարող, ինչպես ասում են խոսապեր։ Դե եթե ռեալ իրողությանը ենթարկվենք, մենք պետք է ուրանանք ցեղասպանությունը, մենք պետք է ուրանանք մեր տարածքները, մենք պետք է ուրանանք մեր հայ կոչվելու իրավունքը, սենց եթե գնանք այս ճանապարհով, մենք այդ ամեն ինչը պետք է մոռանանք ու ուրանանք։ Ճանապարհով գնում ենք։ Դե գնում ենք, բայց իմ ցանկությունն է որ չգնանք, մենք պայքարենք դրա դեմ։ Պայքարը չկա։ Պայքար իսկապես չկա։ Լավ, ես ուզում եմ մեր ունկնդիրներին ասել, որ Ռոբերտ Հարությունյանը դրամատիկական թատրոնի նորեկներից չի։ Թատրոն եկավ, երբ ընդամենը մի քանի տարվա պատմություն ուներ դրամատիկ թատրոնը եւ Մեծն Ղաբլանյանի հրավերքով հիշում եք։ Այո։ Հետաքրքիր պատմություն կա դրա հետ կապված։ Ինձ նշանակել էին այն ժամանակվա լենինական, որովհետև ես Շիրակի դաշտավայրից եմ, մտածելով այդպես ինձ նշանակել էին, բայց վերջին ներկայացումը, կուրսային ներկայացումը, որ Ռուբեն Հախվերդյանն էր բեմադրել, պետք է խաղայի նոր գնայի։ Ներկայացման մեջ ես հատված էր բեմադրված, ես այդ հատվածում ունեի 3 նախադասություն, այսինքն 3 անգամ ասում եմ ես չգիտեի։ Ու մյուս հատվածի մեջ զբաղված էր նաև Տաթևիկ Ղափլանյանը, հրաշնիկի դիչը եկել էր նայելու։ Երբ որ այդ հատվածը խաղացինք, արդեն վերջ ասավ դուրս եկանք, Հարությունը Մովսեսյան մոտեցավ, թե Ղափլանյանը քեզ կանչում առուբ։ Ասում եմ ես Ղափլանյանին չեմ էլ ճանաչում, ճիշտ է, սա բոլոր ներկայացումները նայել եմ դրամատիկի, բայց մենք իրար ասենց երբեք չենք հանդիպել, ինձ չի ականչում։ Եմ մոտ ասես դե կանչում է, գնա էլի։ Գնացի բարև ձեզ, ասես տղա ջան, կուզեք ինձ մոտ աշխատել։ Ես էլ դրամատիկը շատ էի սիրում, ճիշտ որ ասեմ, մինչև հիմա էլ սիրում եմ ու նվիրյալն եմ դրամատիկ թատրոնին։ Հրաշնիկի դիչ, բայց ինձ նշանակել են լենինական։ Ասեց մի գնա, կգաս մի բան կանենք, արի մոտ։ Ու այդպես էլ եղավ։ Գնացի 73 թվականից մինչև հիմա դրամատիկ թատրոնում եմ, իմ տան պես սիրում եմ, իմ ուջախի պես սիրում եմ, պատրիոտն եմ այդ թատրոնի եւ գիտեմ, որ եղել է հանրապետության լավագույն թատրոններից մեկը եւ անգամ խորհրդային միության լավագույն թատրոններից մեկը, դրամատիկ թատրոնը։ Մենք մի 2-3 անգամ նման մրցանակաբաշխության նման բաներ ա եղել Մոսկվայում եւ մենք համարվել ենք խորհրդային միության լավագույն ներկայացումը, մեր ներկայացումը, ենթադրենք ավտոբուս ներկայացումը։ Եվ Բուլղարիայի կառավարությունը մեզ մի ամսով հրավիրեց, մենք ամբողջ Բուլղարիայով պատրաստվեցինք ու ներկայացումներ խաղացինք, ամբողջ Բուլղարիայով անցանք։ Եվ այդպիսի դեպքեր շատ է եղել։ Օրինակ Ռիչարդ III-ը Ուլիանովի խնդրանքով, որ նայել էր մեր Ռիչարդ III-ը, որը Լևոն Թուխիգյանն էր խաղում եւ հրաշալի էր խաղում, Ղափլանյանին խնդրեցին, աղաչեցին, որ Վախթանգովի թատրոնում Ռիչարդ III-ը, նույն Ռիչարդ III-ը բեմադրի նաեւ այնտեղ։ Բեմադրվեց, բայց Լևոնին անցնել չկարողացան։ Ուլիանովի պես զոր դերասանը չկարողացավ Լևոն Թուխիգյանի այդ հմայքն ու այդ հոգու առանձնահատկությունները չկարողացավ արտահայտել, ոնց որ Լևոն Թուխիգյանն էր անում։ Նույնիսկ անգլիացիները դա շատ բարձր գնահատել։ Այո, այո։ Ռոբերտ, ես իհարկե շատ գնահատում եմ այն փաստը, որ մարդ եթե նվիրվում է մի կոլեկտիվի, նվիրվում է միջև վերջ եւ ինչպես ասում են, այդ կոլեկտիվի անդամն է ու իրան համարում է այդ կոլեկտիվի եւ հաղթանակների եւ պարտությունների անմիջական մասնակից։ Բայց դրամատիկական թատրոնում վերջերս կարծես ինչ որ բան փոխվել է, գլխավոր ռեժիսորը հա փոխվեց ձեզ մոտ։ Դա ինձ համար զարմանալի երևույթ էր։ Ես համարյա տեղյակ չէի։ Հրավիրվեց կոլեկտիվի ժողով եւ հայտարարեցին, որ տնօրենը պիտի փոխվի
եւ ժողովին ես տեսա, որ գեղարվեստական ղեկավարը չկա։ Դե ասեցին ինչի համար, իրենց ասելով աշխատավարձ պետք է բարձրանա ինչ որ տոկոսներով բան, բայց քաղաքապետարանից իրենց ներկայացուցիչներ եկել, նա հայտարարեց, որ մեր նախկին տնօրենը 100%-ով պլանները կատարել է։ Եվ այստեղ հարց առաջացավ, երբ որ առաջարկեց թե ով ինչ հարց ունի, Արտուր Ութմազյանը վեր կացավ ասեց, թե եթե 100%-ով կատարել է, հիմա ինչի եք փոխում այդ մարդուն։ Ինչ որ պատճառաբանություններ բերեց, որ առաջընթաց չկա, նույն տեղում ենք, ինչ որ ուրիշ մեթոդներով է հարկավոր արդեն աշխատել բան։ Եվ ես վեր կացա նորից հարց տալու, բայց առաջի հարցս եղավ, թե այս մեր գեղարվեստական ղեկավարը ինչի դահլիճում չի։ Ես կարծում եմ, որ նա այստեղ պետք է լիներ։ Ինչ որ նենց փախուստի նման պատասխան տրվեց, դե իմ հարցն էլ նույն թեմային էր վերաբերում, թե ինչի է փոխվում եւ ենթադրենք դուք առաջարկում եք, թե ինչքան պետք է ինչ աշխատավարձը ոնց պետք է բարձրացնեք թատրոնի ամբողջ։ Եվ պատասխանն եղավ այսպեսին, որ եթե դուք ձեր պլանը գերակատարեք, ինչքան որ գերակատարեք, մենք դրա կրկնակին մերը սուբսիդիա է։ Մենք աշխատավարձի ֆոնդ չունենք, սուբսիդիա, որը նշանակում է գումար ունենք, կտանք, չունենք, չենք տա։ Եթե դուք գերակատարեք ձեր պլանը, գերակատարվածի չափով դրա կրկնակին մենք սուբսիդիան կավելացնենք ձեր։ Ես նորից հարց եմ տալիս, ասում եմ, ինչ պետք է անենք, երբ որ դրամատիկ թատրոնի աթոռների քանակը 300-ն է եւ միշտ լիքն է դրամատիկ թատրոնը։ Ինչ պետք է անենք, մենք պետք է փչենք ուռացնենք թատրոնը, թե ինչ պետք է անենք, որ մենք պլանը գերակատարենք։ Տոմսի գինը բարձրացնենք, կորցնելու ենք հանդիսատես։ Այս խեղճուկրակ ժողովուրդը իր կոպեկներով ինչքան պետք է բարձրացնենք տոմսի գինը, որ կարողանա։ Չնայած կողքի հետ ենթադրենք ռաբիս բան առնում, ես ինչ գումարներով գնում են, որովհետեւ այս 37 տարվա ընթացքում այս ազգի մտածելակերպն ու ճաշակը այնքան է իջացվել շրիշակի մագարտակի, որ այդպես էլ պետք է լիներ։ Հիմա ես նաև այն կարծիքին եմ, որ թատրոնների մակարդակն էլ ահավոր ձևի իջած։ Ահավոր ձևի է թատրոնների մակարդակը իջած, եւ ես դա կապում եմ մեր հեռուստատեսության, մեր կինոյի, մեր թատերական ինստիտուտի որակից է կախված թատրոնների այս որակը։ Օրինակ, հիմա երիտասարդ տղաներ աղջիկներ են գալիս թատրոն, որ համարյա ոչինչ չեն կարդացել։ Ապշելու բան է։ Օրինակ, ես գյուղում եմ մեծացել, մեր գյուղը լավ գրադարան ուներ։ Ես այդ գյուղի գրադարանի ամբողջ եղած չեղածը կարդացել եմ։ Լավ ու վատին էլ չեմ նայել, մինչև ինստիտուտ գալիս։ Հիմա ինստիտուտն ավարտում գալիս են, այն ծրագիրը, որ իրենք պետք է կարդացած լինեն, արդեն դա էլ կարդացած չեն լինում։ Երբ որ ենթադրենք բեմադրություն է արվում քու հայտնի բանաստեղծի մասին բեմադրություն է արվում ու շատ հայտնի։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Մարդիկ չգիտեն, թե ովքեր են դրանք եւ ինչ կենսագրություն ունեն, ինչ են գրել։ Անտեղյակ են։ Գիտեք ինչն է, Ռոբերտ, ինձ նաև անանք ստացվում, որ այսօր, տեսեք, մեր թատրոններում կարծես սկսվել է սերնդափոխության գործընթացը։ Մեր լեգենդար հայտնի դերասաններին գալիս են փոխարինելու երիտասարդները։ Այն նրանք ի վիճակի են շարունակելու այն հրաշալի ավանդույթները, որ ժամանակին ստեղծել են մեր մեծերը։ Տեսեք, շնորհալիները կան, ես չեմ ասում չկան։ Շատ շնորհալի երիտասարդներ ունենք մենք, բայց հնարավորությունը չկա։ Օրինակ,
իմ սերունդը այս փոփոխությունների ընթացքում, այս 37 տարվա փոփոխությունների ընթացքում իմ սերունդը սղվեց։ Դուրս եկավ համարյա ասպարեզից, որովհետև տեսեք, կինոն չկա, չունենք։ Հեռուստաթատրոնը չկա։ Այս հեռուստասերիալները ահավոր բան են, ահավոր եւ դերասան փչացնող են եւ հանդիսատես։ Այն թեմաները ինչ որ արծարծում են եւ այն հայոց լեզուն ինչը որ իրենք ներկայացնում են, դա մեզ բերեց հասցրեց այդ շրիշակի մակարդակին։ Ես օրինակ ընդհանրապես հրաժարվել եմ, 2 անգամ նկարվել եմ, որից երկրորդում կեսից հրաժարվել եմ, ընդհանրապես հրաժարվել եմ որից այս սերիալում նկարվելուց։ Ես չեմ կարող հայ երիտասարդին, հայ դպրոցականին այն ինչ որ խոսվում է այդ ժարգոններով, ես չեմ կարող պրոպագանդել։ Ես չեմ կարող գողական աշխարհը պրոպագանդել։ Ես չեմ կարող այսօր հայոց լեզվից դուրս է բերվել հոդակապը։ Ընդհանրապես, ես չգիտեմ ինչի, այս մեր համալսարան ինչ է մտածում, ինչ անում, որը լեզվի երաժշտականությունն է, լեզվի գեղեցկությունն է։ Մեր լեզուն մանր այնց մոտենում է այնց ներողություն արտահայտությանս ղրղզական սենս որ մի բանի, որ մի քանի բաղաձայն իրար հետևից է գնում։ Երբ որ մարդը պետք է ասի ասեցի, ասում է ասցի, ու դա ընդունվում է, ու տեսնում են, որ դա մեծ պաշտոն ունեցող մարդ է, բայց ասում է ասցի։ Հետո տեսեք, գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ Այո։ Հավաքել են մի նախարարության մեջ, ես դա նմանեցնում եմ գյուղական գոմի, որտեղ ղազը, սագը, խոզը, տավարը, ոչխարը այդ մի տեղում են եւ ուզում են այդ բոլորին նույն բանով կերակրել, բոլորին խոտ են տալիս։ Եվ այդ նախարարության նախարարը Նժդեին անվանում է ֆաշիստ։ Ամենասարսափելին։ Եվ նա, տեսեք, ինչ բաներ են մտնում, որոնք հայ ժողովրդի միակ զենքն են։ Գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ։ Միակ զենքն են։ Մենք ուրիշ ավելի մեծ զենք չենք կարող ոչ ստեղծել, ոչ կունենանք, ոչ էլ կլինի երբևիցե։ Սրանք են մեր զենքերը, որ ազգապահպանական զենքերը սրանք են մեր։ Եվ դա մի տիկնոջ ձեռքին է, որը Նժդեին համարում է ֆաշիստ, որովհետև դա չի կարդացել։ Նա չգիտի, որ ենթադրենք սովետական միությունը 36 թվից պակտ ուներ Գերմանիայի, ֆաշիստական Գերմանիայի հետ եւ իրար հետ էին աշխատում։ Այսօր Ռուսաստանը պրծել է այդ ֆաշիզմից, Նժդենա ֆաշիստը, հա։ Սարսափելի է, գիտեք, ես որ ամեն անգամ հիշում եմ, մի կերպին զսպում եմ։ Բա կրթությունը այդպիսի մարդ է ղեկավարում։ Եվ ինքը միայնակ չէ, ասեմ ձեզ, ինքը միայնակ չէ։ Եթե միայնակ լիներ, այդ մի նախադասության համար իրեն արդեն վաղուց հեռացրած կլինեին։ Ինքը միայնակ չէ։ Ոչ էլ իր ամուսինն է միայնակ մեր նախարարուհու։ Նամդեղ քաղաքականապես է ոչնչացնում ազգը սաստեղ կրթությունով։ Եվ հիմա ինչ որ կրթության նոր ծրագիր են մշակել, ես չգիտեմ այդ ինչ ծրագիր է, որը ֆինանսավորվում է պետության կողմից եւ նոր կրթություն պետք է բերեն այս ժողովրդին։ Ես գիտեմ աշխարհում, օրինակ մանկապարտեզի շենքեր են կառուցում։ Թատրոնի շենքը կա, եթե չկա կոլեկտիվը, չկա այդ լավագույն դերասանների խումբը, դա թատրոն է, թատրոն չէ։ Դու մանկապարտեզ ես կառուցում, այդ մանկապարտեզի դաստիարակչուհուն պետք է նախ դարձնես գրագետ, նոր մանկապարտեզ կառուցես։ Թե չէ այդ նույն մանկապարտեզի հետ հրաշալի շենքում, եթե այդ նույն դաստիարակչուհին պետք է լինի, ամեն ինչ վերջացած է, նորից նույնը շարունակվելու է։ Այո։ Հիմա մենք այդ ուղղությամբ ենք գնում։ Մանկապարտեզ ու դպրոց ենք սարքում։ Օրինակ աշխարհի լավագույն երկրներում դպրոցներում գիտեք ովքեր են դասավանդում։ Գիտական աստիճան ունեցող մարդիկ։ Իսկ ինստիտուտում կարող է մարդը գիտական աստիճան չունենա եւ դասավանդի։ Դպրոցից պետք է սկսվի։ Մանկապարտեզից պետք է սկսվի։
Դանիել Վարուժանը սովորական ուսուցիչ էր, չէ՞։ Այո։ Ռոբերտ, գիտես, իհարկե, եթե այս թեմայով խորանանք, ժամանակ չի մնա, բայց ես ուզում եմ վերադառնանք թատրոնին։ Ես հիշում եմ նաև, որ դու 2000 թվականին էր, չէ՞, որ Սունդուկյանում բեմադրեցիր։ Սունդուկյանում չէ, դրամատիկը երևի։ Դրամատիկականում։ Ես դրամատիկականում եմ բեմադրել։ Մեծապատի մուրացկանները։ Հա, դրամատիկ ախներեղություն։ Որտեղ դա միակ բեմադրությունն է, որ ես արել եմ ու հետո հրաժարվել եմ անել։ Դրամատիկական թատրոնում, այո, հարցը հաջորդածը կապված է։ Բայց թատրոնի հետ, բայց լավ։ Մեղք չունեք, որովհետև ես հիմա Սունդուկյանում եմ աշխատում դրամատիկականում էլ երևի։ Երկու տեղ։ Հա, երևի դրա Գաղտնիքները չբացին, կարող է հանկարծ վերահսկողությունից գան։ Չէ, դա բանը օրենքով թույլատրված է։ Հա։ Հարկերը մուծում ես եւ հանգիստ քնում։ Հա, հերոս եմ։ Հարկ եմ մուծում մնել։ Դե դու կրկնակի հերոս ես։ Հա, չէ, ես որ հերոս եմ, պատկերացնում եք այն թալանչիները, որ մի միլիոններով են հարկ մուծում, դրանք ընդհանրապես հերոս են, չէ։ Նրանք մեծ հերոսներ են։ Կրկնակի, երակի, քառակի։ Այո, նրանց պիտի ազգային հերոսի կոչում տաս։ Դե ազգային։ Թալանչի կաշառակերներ։ Հա, այդպես է։ Դա մեծապատի մուրացկաններ, ինչպես եղավ, որ որոշեցիր բեմադրել, որտեղ դու ինքդ դերասան ես եւ գիտեմ թե որքան ես սիրում քո մասնագիտությունը։ Ես ռեժիսոր լինելու ցանկություն չեմ ունեցել, բայց ինձ տվյալ ժամանակի քաղաքական իրավիճակը ստիպեց, որ ես վերցնեմ հենց Պարոնյան եւ կարողանամ ներկայացնել մեր տվյալ ժամանակի իրավիճակը, մեր ժողովրդի վիճակը կարողանամ ներկայացնել։ Եվ չգիտես ինչի, այսինքն ես մտածելով եմ դա արել, հենց Պարոնյան վերցրեցի եւ հենց մեծապատի մուրացկանները, որովհետեւ իմ գաղափարը, ինչ որ ես ուզում եի անել, նա էր, որ մեծապատի մուրացկանները ոչ թե մտավորականությունն է, այլ տվյալ ժամանակի իշխող աստիճանավորները։ Եվ կարծեմ, թե ես հասա այդ իմ նպատակին, ես ամբողջ Պարոնյանի 12 հատորից ընտրել եմ մասեր եւ հիմնականում քաղաքավարության վնասների թեմայից շատ բաներ եմ վերցրել ու անգամ ես համարձակություն ունեցա, ես կարծում եի, որ ինձ կջախջախեն դրա համար, Նժդեի գաղափարախոսությունն եմ ես մտցրել այնտեղ։ Այն ժամանակով էր գիտության, կրթության, մշակույթի նախարար Ռոլանդ Շարոյան։ Դե քո բախտը բերել է։ Հա։ Եվ երբ որ ներկայացումը կայացավ, Անդրանիկ Մարգարյանն ու Ռոլանդ Շարոյանը իրար հետ էին նայում ներկայացումը, Անդրանիկ Մարգարյանը վերջում որ ինձ շնորհավորեց, ասեց՝ մի հատ էլ նման գործ արա, 6 միլիոն գումար եմ տալիս, մի հատ էլ նման գործ արա։ Բայց հետո չհասավ դրան։ Իհարկե ինքը մեր թատրոնին շատ լավ էր նայում, դրա համար ես շնորհակալ եմ։ Մեր թատրոնի նկատմամբ առանձին վերաբերմունք ուներ եւ հաճախակի էր գալիս բոլոր պրեմիերաներն նա նայում էր։ Եվ այդ բեմադրությունն արվեց 20 թվականին խաղացինք մինչև 2012 թվականը։ Եվ շատ արդիական էր։ Պատկերացրեք, որ ոչ թե ես հիմնականում բեմականացման մասին եմ ուզում խոսել, որտեղ իմ հիմնական աշխատանքը եղել է բեմականացման վրա, որը արվեց եւ իզարմանս ինձ Արմեն Խանդիկյանը շատ մեծ ոգևորությամբ ընդունեց ու ասեց ինչ ուզում ես արա։ Ինձ դրսից էլ օգնեցին անգամ գումարով։ Այն ժամանակ թատրոնը այդ վիճակին չէր, որ կարողանար այդպիսի ցաներ բեմադրություն անել, դրսից իմ ընկերներից օգնեցին գումարով եւ բեմադրությունը կայացավ։ Եվ բեմադրությունը սկզբնական մասում, երբ որ Շարաֆյան Լևոններ, Բաբախանյան Հովիկներ, Հրիփսիկ Կիրակոսյաններ եւ Կարապետյան Ռուբեններ խաղում Աբիսովոմաղան, մենք գնացել էինք այն բանին, որ Աբիսովոմաղան այն ինչպես որ ընդունված է, այնց է Աբիսովոմաղան չի էլի, որ եկել է ամուսնանալու։ Նոր հարստացած երիտասարդ տղա է, եկել է Պորիս ամուսնանալու։ Նորաթուխ հարուստներից է էլի։ Ու ներկայացումը
այդ դերակատարների ժամանակ, հետո դերակատարները փոխվեցին, մի քիչ ներկայացումը դա միշտ էլ այդպես է, որ եթե ներկայացման դերակատարները փոխվում են, ներկայացումը ինչ-որ բան կորցնում է։ Ներկայացումը այնպեսին էր, որ հանդիսատեսի մի աչքը լացում էր, մյուսը ծիծաղում։ Ինքը իրեն տեսնում էր ներկայացման մեջ այդ վիճակին, տեսնում էր այդ թալանչիներին եւ կար հումոր, դե Պարոնյանը պիտի լիներ, ուներ հումոր եւ հումորով էր։ Կար հումոր, դրա համար մի աչքը լացում էր, մյուսը ծիծաղում էր։ Իսկ ինձ օգնեց նաև Արա Գևորգյանը երաժշտություն գրեց, որտեղ ռեպի նման երգեր էին երգվում, Հովհաննես Բաբախանյանն էր երգում, ժամանակակից ներկայացում էր, դա գիտեք ինչ ինձ բերեց դրան։ Երբ որ ես նայեցի առաջին անգամ Հրաչ Նիկիտիչի Սեր եւ ծիծաղը, որը երևույթ էր մեր հայ թատրոնի համար նման բեմադրություն մենք չէինք տեսել կաբարեանման բան, մեզ համար երևույթ էր։ Ես աշխատեցի այդ ոճով արվի այդ բեմադրությունը։ Եվ հաջողվեց ես։ Կարծում եմ հաջողվեց, որովհետև հանդիսատեսը եւ լավ հոդվածներ եղան, կարծում եմ հաջողվեց ինչ որ ես ձգտել էի անելու, ես հասել էի։ Ասեմ հաջողվել է, կարող եք չկասկածել։ Ռոբերտ, տեսեք, դու ասացիր, որ աշխատում ես նաև Սունդուկյան։ Այսօր ինչպիսին է իրավիճակը Մայր թատրոնում, մանավանդ ես Արմեն Էլբակյանին գիտեմ որպես պարկեշտ, լավ մասնագետի, կարգին մարդու։ Գիտեք, թատրոնը ես արդեն այնքան պատճառներ բերեցի, որ թատրոնը ուշադրության կենտրոնում չի, կինոն ուշադրության կենտրոնում չի, եւ անգամ Սունդուկյանի թատրոնն է նույն այդ պահանջները Սունդուկյանի թատրոնն էլ ունի, Սունդուկյանի համար թատրոնն էլ ունի, ուշադրության կարիք ունեն։ Նախ այդ կոպեկներ աշխատավարձը, որ տրվում է, ախր դերասանը առավոտյան մտնում է թատրոն, գիշերը նոր դուրս է գալիս։ Եվ ես այն կարծիքին եմ, որ այս 37 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան, որ դա ծանր աշխատանք է, դա բարդ աշխատանք է։ Յուրաքանչյուր բեմադրությունը, որ անում է ռեժիսորը, մի դիսերտացիայի պաշտպանություն է։ Յուրաքանչյուր դերը, որ դերասանը խաղում է եւ լավ է խաղում, դա մի դիսերտացիայի պաշտպանություն է։ Եվ այդ տառապանքը չի գնահատվում։ Գոնե թատրոնին, եթե մեր աշխատավարձերն այդքան ցածր են հասկացան, գոնե բեմադրությունների համար, որ հաճախակի գումարներ տրամադրվի, մենք աշխատում ենք ինչ որ բան, եթե մի քիչ տակը մնում է, այդ տակի մնացով նորից բեմադրություն ենք անում։ Եթե թատրոնին պետական քաղաքականություն լինի, օգնություն լինի, կամ ամբողջ աշխարհը մեքենասների բանով է աշխատում թատրոնները։ Մեքենասին հասարակ բանա, մեքենասին այն մասը, որ նա տվեց ենթադրենք թատրոնին գումար, այդ մասը չի հարգվում, ու մեքենասը շահագրգռված է լինում, որ այդ մասը տա թատրոնին։ Հասարակ պրոբլեմ, բան մեծ, ես ինչ գաղափար չկա մեջ է, էլի։ Ամբողջ աշխարհը այդպես է պահում թատրոնները։ Ճիշտ է, ենթադրենք Անգլիան ունի թագավորական թատրոն, նրան պետական է, բայց այն մյուսները պետական չեն, այս ճանապարհով են ապրում։ Ոչ ոք չի մտածում այդ մասին, չնայած ես չեմ կարծում, որ մեր հայ մեծահարուստները տենց շռայլություն իրենց թույլ կտան, բայց մեկ էլ տեսար կամաց սովորեցին, էլի։ Եվ Ռոբերտ, շնորհակալ եմ այս բաց անկեղծ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որովհետև մենք միշտ իրար հետ sense անկեղծ ու բաց ենք եղել։ Այո։ Ես էլ խոսելուց այդքան էլ չեմ վախենում, ինչ որ խոսում եմ։ Չէ, դու կարող եք չկասկածել, որ Փակ TV-ում դուք շատ ազատ ամբիոն ունեք։ Այո, այո։ Կարող եք միշտ հանգիստ գալ։ Ես շնորհակալ եմ հրավերքի համար եւ ուրախ եմ, որ դու հիմա այստեղ ես։ Որովհետև ես երբ քեզ հիշում եի Ռուբեն Հախվերդյանի երգը լավագույն տեղեկը հեռանում են։ Այո։ Եվ աշխարհի որ ծայրը գնաս, ես 37 տարվա ընթացքում աշխարհի մեր լավագույն տեղեկը հեռացել են։ Այնպիսի մարդկանց եմ հանդիպել, որ մենք դրանց կարիքը հիմա շատ ունենք։ Շատ ունենք։ Եվ ուրախ եմ, որ հիմա դու այստեղ ես։ Որոշ չեմ անջատել։ Ոչինչ, ուղիղ եթեր է մի մտածի, լավ։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք մի շատ հետաքրքիր հանձնավորության հանրության վաստակավոր արտիստ Ռոբերտ Հարությունյանին, ով իդեպ ժամանակին ասեց, որ հրաժարվում է այդ կոչումից։ Ինչու՞։
Ես փոփոխություն եի ուզում։ Ես ոչ մեկի համար չեմ հրաժարվել։ Ուղղակի ուզում եի փոփոխություն լինի։ Երկրում փոփոխություն լինի, բայց ես այդ փոփոխությունը լինել չլինել շատ շուտ հասկացա, որ չի լինելու։ Այո։ Ես օրինակ Փաշինյանին ձայն չեմ տվել, ոչ առաջին անգամ, ոչ երկրորդ անգամ եւ երբևիցե չեմ տա։ Բայց այն ժամանակ ես կոչումից հրաժարվեցի օգնելու այդ շարժմանը, ոգի առաջացնելու, որ այդ շարժումը լինի։ Դա շատ կարևոր քայլ էր։ Սիրելի բարեկամներ, դե հասկացաք ինչու, եկեք այս նոտայով էլ ավարտենք մեր զրույցը եւ հույս ունեմ, որ Ռոբերտ Հարությունյանին դեռ առիթ կունենանք նորից հյուրընկալելու, իսկ այսօր այսքանը, ցտեսություն։